Պարոն Սասունյան, Հայաստանում ներդրումային կյանքը ոչ մի կերպ սփյուռքահայերին չի բերում Հայաստանում ներդրումներ անելու։ Ինչն է ձեզ պատճառը։ ԱՄՆ դեսպանը խոսում է Հայաստանում կոռուպցիայի որպես ազգային անվտանգությանը նույնիսկ սպառնացող երևույթի, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասում է, որ դա դեսպանի անձնական կարծիքն է եւ նա դա իրեն չի վերաբերվում եւ թող նա զբաղվի դիվանագիտական գործունեությամբ։ Ինչ կարող եք դուք ասել այս։ Իմ կարծիքը լրիվ այլ բան է, իմ կարծիքը այն է, որ Հայաստանի ամեն ինչ որ դեղում է Հայաստանում, լինի դա բայկար կոռուպցիայի թեմ, լինի թադարանների արդար որոշում, միլիցիայի ճիշտ աշխատանք, այս բոլոր բաները նախ եւ առաջ նախքան որ մտահոգվենք օդար տեսփաններով կամ Եվրոպայով կամ ՄԱԳ-ով կամ Ամերիկայով, մենք ամեն ինչ պետք է անենք, որտեղ այդ բոլոր բարեփոխումները որ պետք է անենք, վերացնենք կոռուպցիան, բերենք արդարություն, դեմոկրատիա, արդարանություններ, այդ բոլորը փոխում են նախ եւ առաջ մեր ժողովրդի շահերից։ Մենք այդ բոլոր բաները պետք է անենք, բարձրապես որովհետեւ մեր ժողովրդի շահերը պաշտպանենք, ոչ թե որովհետեւ հաջողալի տվանք մի օդար տեսփանի կամ օդար երկրի։ Դա սխալ մոտեցում է, որ այո, տեսփանը միակ բաժարը որ տեսփանը իրավունք ունի ինչ-որ բան ասելու, այն է որ իրենք ֆինանսավորում են մի պրոյեկտ եւ նորմալ է որ մարդ ուզեմ որ իր ֆինանսավորած պրոյեկտը իր նպատակին ծառայե, արդյունք տա եւ ոչ թե փողերը վատնվին։ Այդ դասակից ինքը իրավունք ունի, բայց նախան մենք սկսության մեջ չունենք ոչ այդ փողերին, ոչ տեսփաններին, ոչ մենք որպես հայ պետք է մենք նախանցախնդիր լինենք մեր ժողովրդի ներկայով եւ ապակայով, բարօրությամբ եւ մենք պետք է բոլոր մեր հարցերը լուծենք, մենք լուծենք, ոչ քողարկենք, ոչ ուրիշներին մեղադրենք, այլ մեղադրենք մենք մեզ եւ ամեն ինչ բարելավենք, որտեղ մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ կյանքի, քանի որ ունեն այսօր։ Միացյալ Նահանգների սեպտեմբերի 21-ի հայտարարությունը ինչպես է գնահատում։ Ես հատուկ ուշադրություն չեմ դարձնում, այսինքն պրոտոկոլային հայտարարություններ են, որ ամեն տարի լինում են բոլորի երկրների կողմից, մեր երկրն էլ ուրիշներին անկախության օրը շնորհավորում է, այդքան, այդտեղ մի քիչ այդտեղ հետաքրքիր պատկամներ կային Հայաստանի մասին, որ Հայաստանը պետք է առաջ դիմի, Հայաստանը պետք է մարդկային իրավունքն ավելիչան դարձնի, այդ բոլորը հասկանալի են, բայց մի քիչ ջանքերի պետք արդուղարը իր հայտարարության մեջ մի քիչ դառնակ մի վերջին դող ուներ, ասում եմ շնորհավորում են ծեր նոր դարին, չաստային ինչ նոր դարի մասին է խոսքը, դեկտեմբեր 31 չէ, որ նոր դարի շնորհավորեն, բայց դերևս ուզում էր ասել դարեթարցը շնորհավորել դերևս նոր դարին։ Հնարավոր է նաև կապված այս համանդրական փոփոխությունների հետ արևմուտքի մեծ աջակցությունը մեր իշխանություններին։ Այո, իսկապես ես դեղյակ չեմ թե արևմուտքի դիրքորոշումը ինչ է այս բարոններու մասին, բայց իսկության մեջ անգեզորեն ինձ էդ չի հետաքրում, որտեղ ինձ հետաքրում է որ ինչ որ պիտի անենք, բարեփոխում, այս տեսակի արդյոք բարեփոխումը մեր ժողովրդի մի բան գտա թե ոչ։ Ես ամեն ինչ նայում եմ մեր ժողովրդի շահերի տեսանկյունից եւ ոչ թե օդարը ինչ է ուզում։ Մենք այդպես անում, որ մենք ամեն ինչ պետք է անենք օդարի համար, օդարին հաջողալի տվալու համար, որ օդարը մեզ չքննադատի, օդարը մեզ սիրի։ Ինձ չի հետաքրում օդարը, ինձ հետաքրում է որ ինձ իմ ժողովուրդը, մեր ժողովուրդը պետք է մեզ սիրի, մեր ժողովուրդը պետք է ուրախաբրի, մեր ժողովը բարոր կյանք ունենա։ Դա ինձ հետաքրում։ Պարոն Սասունյան, այս օրերին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Լոս Անջելեսում եւ փորձում է սփյուռքահայերին մասնակից դարձնել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին։ Կարծում եք Սփյուռքը Հայաստանի խնդիրներով կարող է մտահոգված լինել։ Ես չեմ կարող սփյուռքյանից խոսել, բայց կարող եմ խոսել իմ մասից որպես սփյուռքահայ։ Ես չեմ դարբերակում Սփյուռք Հայաստան, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ հայ ժողովրդի զավակներ ենք եւ մեզ հետաքրում է ամեն ինչ որ կատարվում է Սփյուռքում, ցանկացած համայնքում եւ Հայաստանում։ Այդպես չէ որ միայն Հայաստանի քաղաքացի միտումնի Հայաստանով, Սփյուռքայի միայն Սփյուռքով։ Այդպես լինի արդեն իմաստ չունի մեկ ժողովուրդ լինելը, մենք երկու ժողովուրդ չենք, մեկ ժողովուրդ ենք։ Ամեն ինչ մեզ հետաքրում է։ Իսկ դեռ ես ընդհանրապես չեմ ուզում այս մարդու կամ այս մարդու միանալու բաժար չունեմ։ Ես անում եմ իմ գործը համայնական ծավալով, ինձ չի հետաքրում ոչ իշխանությունները, ոչ օպոզիցիան, բոլորն էլ իրենց անելիք ունեն, թող անեն, ես թեմ չեմ ոչ մեկին, բայց ես էլ ունեմ իմ անելիքը, ես իմ անելիքը անում եմ, որպես մի հայ, իմ խղճի պարտքը կատարում եմ իմ ազգի անձը։ Այսինքն կարևոր չէ որևէ մեկին միանալ, կարևորը եթե ունեք տեսլական, այդ տեսլականը առաջնորդվելն է։
Այո, ես իմ տեսլականը ամեն շաբաթ գրում եմ, ելույթ եմ ունենում դասախոսություններով, հեռուստաժամերով, ես իմ կարծիքը հայտնում եմ, հետևում եմ բոլորին կարծիքներին, բայց ես էլ իմ կարծիքը ունեմ։